Սիրելի խեցգետիններ անցնենք ձեզ ինչ էներգիաներ են լինելու եւ ինչ փոփոխություններ տեղի կունենան ձեր կյանքում փետրվար ամբողջ ամիսը։ Լուսինն է, մեկ տրամադրությունը լավ է, մեկ վատ է, ուշադրություն դարձրեք ձեր երազներին, շատ հարցի պատասխաններ ձեր կոլեկտիվային գիտակցականի մեջ կլինի։ Սիրո հարցում ինչ-որ բան, միգուցե շատերը հասկանան, որ անիմաստ է շարունակել անցյալով ապրելը, կզրոյացնեք մի բան ձեր կյանքում, վերջապես ավարտելով, հասկանալով, որ առանց ներկայում ապրելով չունեմ ապագա, կավարտեք ձեր անցյալը, որպեսզի նոր հնարավոր է սիրո հետ հարցում, ստեղ նոր էներգիաներ գան, նոր սկիզբ ավելի մեծ հնարավորություններով ձեր համար։ Իսկ շատերը հնարավոր է իրենց կյանքի կեսին գտնեն, եթե չկար այլ երկրում, միր քարտն է, հա։ Գործնականում շատ հետաքրքիր քարտ է դուրս եկել ձեր համար, պետք չի որ իմանաք, բելայ կարտան, բայց ես ստիպեցի, որպեսզի նոր քարտ դուրս գար, պլաններ պետք է դնեք, շատերի մոտ հնարավոր է մեքենայով գումար աշխատեք, շատերի մոտ նոր ինչ-որ պլաններ կարող են գալ վերջապես, սա էլ է իր տեղից կարող է շարժվել եւ ինչ-որ նոր սկիզբ կարող է լինել ձեզ մոտ, ճանապարհների հետ է կապված լինելու, միգուցե այլ տեղ շատ մարդիկ աշխատանք կգտնեն, կաշխատեն։ Ինչ վերաբերվում է ձեր ֆինանսային վիճակը, այստեղ շատ բասկերի մեջ կլինեք, կիսատ թողած հարցեր, որտեղ պետք է հետ գաք, արագ այս հարցերը լուծեք եւ կփորձեք բալանսի մեջ պահել ձեր ֆինանսային կարգավիճակը։ Խորհուրդ է առողջականը ձեր, առողջականի համար խորհուրդ եմ տալիս հետևել, չնայած վատ վիճակում չեք գտնվի, բավականին լավ է, իսկ կանանց մոտ խորհուրդ եմ տալիս զբաղվել ձեր առողջականով, կանացի հետ է կապված լինելու, իտոգում ինչ կստանանք, պրիլիվ, ատլիվ, մեկ լավ է, մեկ վատ է, շատերի մոտ հնարավոր է, ֆորտունան կանգ, առնի 26 թվականի փետրվարին, եթե դուք ինչ-որ վատ բան եք արել այդ 9 ցիկլում, եթե լավ էր ձեր գործեր, իսկ շատերի մոտ կարող է բախտի անիվը շրջվել իօգուտ ձեզ եւ դա կարող է ձեզ բերել մեծ հաջողություններ բոլոր սֆերաներում։ Ինչ վերաբերվում է, սա ճակատագրի հանդիպում էլ կա, հա, կարող եք հանդիպել ձեր ճակատագրի կեսին։ Кстати, խորհրդի карта դուրս է եկել Երան, вознаграждение за труды, также это символ справедливости и следования закону։ Ամեն մարդու տրվում է այն, ինչ ցանում ես, այն էլ հնձում ես։